Փառք Հիսուսին, սիրելիներս, փառք մեր Տիրոջը, ուրախ եմ բոլորիդ տեսնելու, ուրախ եմ, որ այստեղ ես, շատ ուրախ եմ, որովհետև պատահական չի, որ դու այսօր այստեղ ես, որովհետև Տերն է քեզ բերել այստեղ, Տերն է քեզ կանչել։ Գիտես, սիրելիս, եթե դու այսօր այստեղ նստած ես, ուրեմն մի լավ բան ասեմ քեզ, դու ունես կանչվածություն, էդի թանկ բան է։ Այսօր ամեն մեկը չի եկեղեցում նստած, զգացել եք, շատ քիչ տոկոսը մարդկության, շատ քիչ տոկոսը։ Դրա համար Հիսուսը մի խոսք ասեց, դեպի դժոխք տանող ճանապարհը, մահվան ճանապարհը լայն է։ Այսինքն աշխարհի ճանապարհը լայն է։ Ու բոլորը այդ լայն ճանապարհով են գնում։ Իսկ դուռը ասեց նեղ է, ճանապարհն էլ է նեղ, դեպի կյանք տանող ճանապարհը նեղ է, ու ասեց քչերն են այդ նեղ ճանապարհով անցնում։ Ես քեզ ուզում եմ ասեմ, որ դու այդ քչերից մեկն ես, որ կանչված ենք, ու Հիսուսը դարել է այդ դուռը, որ դու այդ դռնով անցնես։ Մենք այդ քչերից մեկն ենք։ Մենք էդի պետք է խորը մեր սրտերի մեջ գնահատենք, թե մեզ ով է կանչել։ Մենք ամբողջի հետ չենք խառնված, ինչ որ աշխարհի ամբողջի հետ չենք խառնված, այլ անհատական մեզ Տերը կանչ արել, որպեսզի լինենք իր մեջ, որովհետև Աստված ունի քո հետ գործ։ Ամեն։ Դու հավատում ես, որ Աստված քո հետ գործ ունի անելու։ Ամեն։ Աստված ամեն մեկիս հետ գործ ունի անելու։ Աստված ունի ծրագիր ամեն մեկիս հետ։ Աստված ունի իմաստ եւ օրհնություն ամեն մեկիս կյանքում։ Եվ դա պետքա բացվի։ Մեզ հետաքրքիր է, չէ՞, Աստված ինչ է մեզանից ուզում։ Եկեք այսօր մի քիչ այլ ավելի այս քարոզը, այս խոսքը թող Տերը տա ամեն մեկի սրտում, որպեսզի այսօր այլ ավելի խորը գնանք, մի քիչ ավելի շատ հասկանանք, թե Աստված ինչ է ուզում փոխի մեր կյանքում, ինչ է ուզում նորոգի մեր կյանքում եւ ուր է տանում։ Գիտեք, ես վերնագիրը գրել եմ քարոզի գտնել Աստծո ծրագիրը քո կյանքի համար։ Ամեն մեկս անհատական մենք մեր կյանքի իմաստ ունենք Աստծո մեջ, բայց եւ Աստված է այդ օրհնությունը, այդ ծրագիրը արդեն գրել, օրհնել քո կյանքի համար, որպեսզի դու դա ընդունես, դու դա ունենաս, Աստծո կամքը, որպեսզի կատարվի մեր կյանքում։ Նրա ծրագիրը մենակ օրհնություն է։ Մենք բոլորս ստեղծված ենք աստվածային նպատակի համար։ Հենց այնպես ստեղծված չենք, հենց այնպես մենք սկիզբ չունենք։ Ես այսօր ավելի շատ կխոսամ, գիտեք, ներկաների մասին, Քրիստոսի մեջ ներկաների մասին, եկեղեցու մեջ ներկաների մասին, ովքեր ունեն կանչվածություն։ Գիտեք, մենք բոլորս ստեղծված ենք Աստծո նպատակների համար։ Հենց այնպես չենք ծնվել, որպեսզի հենց այնպես էլ մահանանք ու գնանք այս աշխարհից։ Ոչ, մենք ունենք գործ։ Գիտեք երջանկությունը որտեղ է։ Նոր երգում ենք, չէ՞։ Քո մեջ է իմ երջանկությունը, չէ՞։ Երջանկությունը Աստծո մեջ է, որովհետև իր մեջ, երբ որ մարդ հասկանում է իր կյանքի իմաստը, նպատակը, ինքը երջանկանում է։ Ամեն։ Քանի մարդ ցած փնտրտուքների մեջ է, ինքը իր կյանքի իմաստը դեռ չի հասկացել, ինքը չի կարող կատարյալ ունենային կատարելություն, ունենային երջանկություն իր կյանքի մեջ։ Սողոմոն թագավորը, ճանաչում եք Սողոմոն թագավորին։ Դուք գիտեք, որ նա եղել է այդ դարաշրջանի ամենահարուստ մարդը եւ եղել է ամենաիմաստուն մարդը։ Իրանից իմաստուն ինձ թվում է այսօր էլ չկա։ Ամբողջ աշխարհի պատմության մեջ, ես չեմ ասում Հիսուս Քրիստոսին, Պարզանը Աստվածը, մարդը, որպես մարդ ամբողջ աշխարհի պատմության մեջ գրած է Սողոմոնից իմաստուն չի եղել, չի լինելու։ Պատկերացնում եք ինչ իմաստություն ա ունեցել։ Ու ինքը եղել է ամենահարուստը, ինքը եղել է թագավոր, բայց մեկ հագնում էր աղքատի շորեր, գնում էր դուրսը մաներ գալու, կամ մի հատ խրճիթ էր սարքում, գնում էր առանձնանում էր, որպեսզի մենակ ապրի, ինքը ուզում էր հասկանալ կյանքի իմաստը, չէր գտնում։ Ասում էր, իմ սիրտը ինչ ուզում է, ես ինձ թույլ եմ տալիս։ Ունեմ աշխարհի փողերը, ունեմ աշխարհի իշխանությունը, ունեմ աշխարհի իմաստությունը։ Ուրիշ թագավորները գալիս էին աշխարհի ծերերից, որպեսզի Սողոմոն թագավորի կողքը գոնե նստեին, 5 րոպե լսեին ինչ է այս մարդը խոսում։ Էս որտեղից իրան էս իմաստությունը։ Գիտեք, բայց ինքը ինչ ասում։
ասում է ամեն ինչը ունայն է եւ դատարկ։ Կարդացեք ժողովող գիրքը, գրած է ամեն ինչը ունայն է եւ դատարկ։ Եվ ինքը մի տեղ է գտնում, այն էլ կատարյալ չի այդ երջանկությունը, բայց մի տեղ ինքը գտնում է, որ մարդը դրանով մենակ կուրախանա։ Երբ որ մարդը հասկանում է իր նպատակը, Աստծո նպատակը իր կյանքում։ Երբ որ մարդը դրվում է այնտեղ, որտեղ ինքը պետք է լինի։ Երբ որ մարդը անում է այն, ինչի համար որ ինքը կանչվածություն ունի։ Գրած է մարդ իր ձեռքերի գործից է ուրախանում։ Իր ծառայությունն է։ Լավ, այսօր ես sense մեր լեզվով ասեմ, դու քո ծառայությունից կուրախանաս։ Ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ։ Միգուցե ես հարուստ չեմ Սողոմոնի պես, միգուցե ես իմաստություն էլ այդքան չունեմ Սողոմոնի պես, բայց ես գտել եմ իմ ծառայության նպատակը։ Ես գտել եմ ինձ Քրիստոսի մարմնում։ Եվ հավատում եմ, որ Աստված ամեն մեկից համար ունի նպատակ, ունի տեղ, որտեղ որ մենք դրվենք, որտեղ որ մենք ունենանք այդ նպատակը, մենք կուրախանանք։ Իսկ կատարյալ երջանկությունը, որ արդեն կատարելության մենք հասնենք, դա կլինի այն ժամանակ, երբ որ մենք կտեսնենք դեմ առ դեմ, երես առ երես Աստծուն կհանդիպենք։ Նրան, ում որ այսօր ծառայում ենք, նրան, ում որ այսօր ապավինում ենք, նրան Հիսուսին, ում հետևից որ այսօր գնում ենք ու հավատում ենք։ Երբեք Հիսուսին հավատացողը չի ամաչելու։ Աշխարհի վերջը գալու է մի օր, բայց Հիսուսին ապավինողները չեն ամաչելու, գլուխները բարձր են պահելու։ Եթե մենք փոքրի մեջ, այո, հավատարիմ ենք, մեծի մեջ էլ Աստված մեզ դնելու։ Մենք այսօր այս տկարության մեջ ենք, այս աշխարհի անգամ մեր մարմիններն են տկարության մեջ, բայց մենք Աստվածային ենք ցանում այս տկարության մեջ, որպեսզի հնձենք կյանք, երբ որ կյանքը լինի, երբ որ կյանքը իրապես երկնքից երևա, մենք կտեսնենք, որ մենք ու ինքը նույնն ենք։ Ամեն։ Գիտեք, այսօրվա խոսքը կօգնի մեզ բացահայտենք, ինչպես կարող ենք քայլել այդ ճանապարհների մեջ, Հիսուս Քրիստոսի ճանապարհների մեջ։ Նայեք, Սատանան ինքը չարախոս է։ Սատանան ինքը մի բան է անում։ Գրած է Աստվածաշնչում, որ ինքը միշտ փնփնթում է։ Այսինքն ինքը գնում է ֆռոմ նայում է այս մի եղբորը, այն քրոջը, ինչ որ մի մարդ է գտնում ու գնում է Աստծու մոտ փնփնթում, ասում է, այն մարդը ասում է, տես ինչ վատ բաներ անում, այն մարդը տես ինչ վատ բաներ անում, նա այստեղ գողացավ, նա այնտեղ գցեց, ամեն տեսակի վատ, ինքը մենակ վատն է նկատում, վատն է տեսնում ու փնփնթում է Աստծու առաջ։ Քո վրա էլ է փնփնթում։ Նես չի որ մենք կատարյալ ենք, սուրբ ենք, չէ, մենք էլ կարող ենք միտեղ թերանանք, ասեմ իմանաս, որ ինքը քո համար էլ կարա գնա փնփնթա, բայց Աստված քեզի նայում է, եթե դու Քրիստոսին ընդունել ես, Աստված քեզ նայում է Հիսուս Քրիստոսի միջոցով, Հիսուս Քրիստոսի արյան միջոցով է ինքը քեզ նայում, ինքը չի նայում արդեն Սատանայի փնփնթոցին, որտեղ Հիսուսը հաղթեց։ Հիսուսը հաղթեց քո մեղքը, Հիսուսը հաղթեց խաչի վրա քո տկարությունը, քո անեծքը, եւ Աստված մեզ նայում է Հիսուս Քրիստոսի արյան միջոցով եւ մեզ սուրբ անվանում։ Դրա համար Աստվածաշունչը մեզ անվանում է սուրբ, ինչու՞, որովհետեւ Աստված մեզ սուրբ է անվանում։ Սատանայի փնփնթոցին Աստված էլ չի նայում։ Ում վրա է Սատանան փնփնթում։ Աստված նայում է Հիսուսի խոսքին։ Դրա համար էլ գրած է. ով ինձանից ամաչի, Հիսուսը ասում է, ես էլ նրանից կամաչեմ իմ հոր մոտ, բայց ով ինձանից խոսա, ինձ դավանի, այս պիղծ աշխարհի մեջ չամաչի ինձանից, ասում է, ես էլ նրա անունը կտամ երկնքում հոր ու հրեշտակների մոտ։ Դա մեծ բան է, պատկերացնում եք։ Հալելույա, փառք Տիրոջը։ Դեք Աստված ունի ծրագիր յուրաքանչյուր մարդու համար, յուրաքանչյուր։ Եկեք բացենք միտեղ Երեմիա 29:11։ Նայեք, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում են ձեր մասին, ասում է Տերը։ Բարօրություն, խորհուրդներ եւ ոչ թե չարիք, որպեսզի ձեզ ապագա եւ հույս տամ։ Տեսեք, Տերը ունի մեր համար բարի խորհուրդ։ Տերը մեր համար բարիք է պատրաստել, որպեսզի մենք բարիք ստանանք, ոչ թե չար։ Աստծո ծրագիրը մեզ համար երբեք պատահականություն չէ։ Նա արդեն մեր ծնունդից առաջ ունի նպատակ մեր կյանքի համար։ Նա արդեն նպատակ ունի, նա արդեն գիտի դու երբ ես ծնվելու։ Նա արդեն քո համար խաչվել է մինչև քո ծնունդը եւ ունի նպատակ քո համար։ Գիտեք, կանչվածների համար
Աստված մեծ նպատակ ունի, մեծ գործեր ունի մեր կյանքում անելու։ Ինչքան շուտ մենք հասկանանք, ինչքան շատ մենք Աստծուն հասկանանք ու նրա մեջ քայլենք, այնքան շուտ Աստծու նպատակները կկատարվի մեր կյանքում։ Գիտեք, գրածա մի եղեք վայրի ձիերի պես, հայրենը մոռացա են բառը ոնց ասում, բայց մի եղեք կակ լաշակ, որը վայրի ձիա չի ենթարկվում, ասում, որին պետքա սանձել, բայց հնազանդ եղեք։ Աստծու նպատակը, որպեսզի մեր կյանքում իրականանա, մեզ պետքա ունենանք հնազանդություն, հնազանդվենք, Հիսուսը դրա մասին էր խոսում, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կանչեք։ Մի հատ եմ ուզում այս մասը կարդամ, նայեք ինչա գրած, որպեսզի ձեզ ապագա եւ հույս տամ, ասում է Տերը, դուք կկանչեք ինձ 12-րդ խոսքը, դուք կկանչեք ինձ եւ կգաք ու կաղոթեք ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք եւ ինձ ձեր ամբողջ սրտով գորոնեք։ Տեսեք, դուք կկանչեք ինձ եւ կգաք եւ կաղոթեք ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Գիտեք, Տերը լսում է, երբ որ մենք գալիս ենք իր մոտ, երբ որ մենք փնտրում ենք իրան, երբ որ մենք փնտրում ենք իր կամքը, որպեսզի կատարվի մեր կյանքում։ Մենք չենք կարող, գիտեք, ապրենք, ես ապրել եմ տենց իմ կյանքում։ Ես գիտեմ, որ Տերը ոչ մի պատասխան չէր տալիս։ Ես ապրում եմ իմ կյանքում նենց, ոնց որ ես եմ ուզեցել ապրել, իմ ճանապարհներն եմ դրել, իմ նպատակներն եմ դրել, իմ կյանքն եմ ունեցել իմ հասկացողությունով, ապրել եմ տենց, պլյուս ունեցել եմ հավատք աղոթք անելու Աստծուն։ Շատ անգամներ աղոթք եմ արել, բայց ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի կատարվել իմ կյանքում, ինչու՞։ Որովհետև դա Աստծու ճանապարհը չէր։ Որովհետև դու չես կարող լինես լայն ճանապարհի մեջ, որը մահվան է տանում, ու քեզ դուր գա այդ ճանապարհը, ու ասես Աստված իմ կյանքի մեջ եղի։ Գիտեք, Աստված ասում է, ես այդ ճանապարհի մեջ չեմ։ Ես այդ քո լայն ճանապարհի մեջ, որտեղ ամբողջ աշխարհն է գնում ամբողը, ես ասում այդտեղ չեմ, ես չեմ գործելու քո կյանքում։ Ես չեմ գալու քո կյանքում, ես ոչ մի բան չեմ։ Միակ բանը, որ Աստված անում է այս լայն ճանապարհի մեջ, կանչ է անում մենակ, կանչ, բայց գործողությունը անում է նեղ ճանապարհի մեջ։ Միակ բանն է, մի սպասի, երբ որ դու գնում ես լայն ճանապարհով աշխարհիկս, կարճ ասած, աշխարհիկ կյանքով ես ապրում ու դու սիրում ես այս աշխարհը, մի սպասի Աստծուց փոփոխություններ, օրհնություն, որպեսզի նրա կամքը լինի։ Այսօր շատերը ասում են Աստծու կամքով։ Մեկը ինչ գրածա, տենց էլ կլինի։ Առանց, այսինքն մարդը, այտենց բան ասողը, ինքը իրան անարգում է։ Նախ առաջինը մարդ ինքը իրան անարգում է։ Որովհետև ես ու դու մարդը ստեղծված է Աստծու պատկերով, Աստծու նմանությամբ եւ մենք ունենք որոշում։ Մենք ունենք ընտրության իրավունք։ Այո, Աստծու նպատակը, Աստծու կամքը իրականանում է իր խոսքը ոչ բոլորի վրա, բայց նրանց վրա, ովքեր ցանկություն ունեն, ովքեր քայլում են նեղ ճանապարհով։ Բայց դու չես կարող ապրես լայն ճանապարհի մեջ, մեղքերի մեջ, ու ասես, դե Աստծու կամքով թող լինի էլի։ Մարդուն ասում եմ, խիչ ես գալիս եկեղեցի։ Ասում է, դե ես սիրում եմ հələ մեղք գործեմ։ Նորմալ է, լավ ես անում, որ դու դա ասում ես։ Բայց ինքը ավելորդ բաներ էլ է խոսում, ասում է, դե որ Աստծու կամքը լինի կգա։ Էս ինչ խոսալու բան է։ Ոնց Աստծու կամքը լինի։ Այսինքն Աստծու կամքն է, որ դու ապրես քո մեղքերի մեջ, Աստծու կամքն է, որ դու գաս եկեղեցի նախարարությունը, որ դու գաս մտնես նախարարությունը ու խոնարհվես Տիրոջը ապաշխարությունով, որպեսզի Տեր սկսի քո հետ աշխատել։ Գիտեք ժամանակը ինչ թանկ է։ Ժամանակը հետ չենք բերի։ Այսօր անցավ, անցնելու է։ Ժամանակը հետ չենք բերի, ժամանակը շատ թանկ է։ Գաք հավատքով, փառաբանությունով եւ աղոթքով մոտենաք Տիրոջը։ Տիրոջ մոտենալու համար այսօր քուրս ասեց, մի վիզիտի պետքա ունենանք մուտք, չէ, որպեսզի մոտենանք Տիրոջը։ Տիրոջը մոտենալու համար պետքա փառաբանություն բարձրացնենք, գովասանք բարձրացնենք, գովանք, որովհետև նա արժանի է։
նա արժանի է, նա է մեզ ստեղծել, մենք չենք իրան ստեղծել, մենք չենք իրան հորինել, այսօր սուտ խոսակցություններ կամ մեկը, հա աշխարհը հորինել է իրանց աստվածներին, բայց մենք չենք հորինել մեր Աստծուն, մեր Աստվածը մեզ ստեղծել ու մեզ կանչել է ու մեր համար արուն է թափել, որպեսզի մենք իր ճանապարհի մեջ քայլելով փոխվենք եւ իր նպատակը իրականանա մեր բոլորիս կյանքի վրա։ Որպեսզի ճանաչենք Աստծո ծրագիրը, մեզ պետք է անձնական փոխհարաբերություն նրա հետ։ Գիտեք, առաջի քայլը մարդու փրկության ու Աստծո նպատակը, որպեսզի իրականանա մարդու կյանքում, դա այն է, որ քեզ Աստված կանչում է այն լայն ճանապարհից, ամեն մեկը թող պատկերացնի, լայն ճանապարհ, որը գնում է դեպի կործանում, դժոխք, մահ եւ նեղ ճանապարհ, որը գնում է երկինք։ Այդ ճանապարհը Հիսուսն է։ Առաջի քայլը, առաջի գործողությունը, որ Աստված քո կյանքում անում է, քեզ կանչում է այնտեղից։ Դրա համար պատահական չասեցի, որ դու այսօր ստեղ նստած ես, ուրեմն դու կանչված ես։ Աստված քեզ կանչել է։ Ամբողջին չի կանչել, ասես ամբողջը չի եկել ստեղ։ Դու ես եկել։ Այդ լայն ճանապարհից դու եկել ես Աստծո մեջ այսօր։ Երկրորդ նպատակը, որպեսզի իրականանա Աստծո կամքը մեր կյանքում, փոխհարաբերություն նրա հետ։ Մենք պետք է ունենանք շփում, կապ Աստծո հետ։ Ոչ թե, գիտեք, քարոզը, օրինակ, հիմա ես խոսում եմ Աստծո խոսք, բայց այս հարաբերության մեջ չեք դուք աճելու, էսի ձեզ չի փոխելու։ Սա ձեզի միտք է տալու, որպեսզի դուք ունենաք Աստծո հետ կապ։ Այն մարդը, ով Աստծո հետ ինքը ուղիղ ինքը կապ չի պաշտպանում Աստծո հետ, ինքը չի կարա փոխվի։ Ինքը ուղղակի կգա եկեղեցի կգնա, բայց իր կյանքը չի փոխվի։ Մենք կարանք ասենք, վայ, այս ինչ լավ քարոզ էր, վայ, լսենք YouTube-ում այնքան լավ սիրուն քարոզներ կա, կամ գնանք եկեղեցի, միշտ գնանք, միշտ, դա շատ լավ է, շատ լավ է, բայց գիտեք, Տերը ուզում է, որպեսզի քեզ փոխի, որպեսզի քո կյանքը փոխվի։ Ինքը չի ուզում դու մնաս նույնը։ Ինքը չի ուզում դու մնաս պոչ, ինքը ուզում է դու լինես գլուխ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Գիտեք, պոչը քաշվում է միշտ, ոնց գնում է, ասենց ժողովուրդը ոնց գնում են, ասում են իշխանությունը, իշխանները ոնց ասում են, ժողովուրդը այսպես գնում է, չէ՞։ Գիտեք, մեզի վայել չի տես լինել։ Մենք պետք է լինենք գլուխ։ Սա գոռոզության մասին չեմ խոսում, որպեսզի գոռոզանանք, ոչ։ Բայց եկեք չքաշվենք ինչ որ ամբողջի հետևից, ինչ որ իշխանությունների, ինչ որ խոսակցությունների, եկեք լինենք իրապես գլուխ, ոչ թե պոչ։ Դա օրհնություն է, երբ որ Աստված քեզ օրհնում է, ու Աստված ուզում է, համոզված եմ, որ ամեն մեկը լինեք գլուխ։ Գլուխ գիտեք ինչ է նշանակում, որ դու ուղիղ կապ ունես Հիսուսի հետ։ Դու քո ուղիղ կապն ես պաշտպանում Հիսուսի հետ։ Դու չես գալի հովիվի միջոցով, դու չես գալի Հռոմի պապի միջոցով մոտենում Աստծուն, դու չես աղոթում Մարիամին, որպեսզի Մարիամն էլ հաղորդի Հիսուսին կամ սրբերին ես աղոթում։ Ոչ, դու ուղիղ կապ ունես Հիսուս Քրիստոսի հետ, դա նշանակում է դու գլուխ ես։ Դու գլուխ ես, դու չես պոչի պես քաշվում ինչ որ սրբերի կամ ինչ որ մեկի հետևից։ Դու ուղիղ կապ ունես, որովհետև ուղիղ կապը Աստծո հետ փոխում է քեզ, փոխում է քո բնավորությունը։ Դու անցնում ես փառքից փառք, տեսնելով Հիսուսի փառքը, ունենալով իր հետ շփում, փոխհարաբերություն Քրիստոսի հետ, դու նմանվում ես իրար։ Անկամ մարդ ու կին, որ ամուսնանում են, մի որոշ ժամանակ հետո իրանք իրար նմանվում են, անգամ դեմքով էլ են նմանվում իրար։ Տարբեր ընտանիքներից են, տարբեր ընտանիքներից։ Բայց երբ որ ամուսնանում են, անգամ մարմինը, դեմքը, բնավորությունը, խոսելաձևը, ոճը նմանվում է իրար։ Գիտեք, նույնն է, երբ որ դու Քրիստոսի հետ ես փոխհարաբերություն ունենում, Քրիստոսի հետ ես շփվում, իր հետ ես անցկացնում քո օրվա մեծ ժամանակը։ Կասես ոնց կարելի է այդպես անել։ Միշտ ունեցի սրտիդ մեջ։ Ինքը հերու չի, ինքը մեր սրտի մեջ է։ Մենք պետք է դա հասկանանք ու մեր աղոթքներով, մեր խոսքը կարդալով մենք պետք է փոխհարաբերություն ունենանք Քրիստոսի հետ, հասկանանք եւ հարցեր տանք իր հետ, խոսանք իրան, հարց տանք իրան, ուղղորդվենք իր կամքով։ Ես համոզված եմ, այն մարդիկ, ովքեր Քրիստոսին հարց են տալի, ինքը անպայման պատասխանում է։ Ինձ պատասխանում է, անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում։
Լինում է մի քիչ ուշ, լինում է մի քիչ շուտ, լինում է մի անգամից, բայց Քրիստոսը պատասխանում է, ինքը անպատասխան չի թողում հարց։ Եկեք մի հատ տեղ կարդանք, գրած է Առակաց 3:5-6։ Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը եւ քո ըմբռնությանը մի ապավինի։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա կողի քո ճանապարհը, եւ նա կողի քո ճանապարհը։ Տեսեք, ես երկու բան եմ ստեղ նշել, քո ըմբռնությունով մի առաջնորդվիր, քո ըմբռնությունով, գրած է, քո հասկացողությունով, այսինքն քո հասկացողությունը դա մենակ շնչավոր ոլորտն է։ Գիտեք, ես մի հատ ասեմ, եթե միգուցե ինչ որ մեկը չիմանա, մարդը ինքը ունի մարմին, այո, այն մարմինն է, որը մենք տեսնում ենք, մեր ֆիզիկական մարմինը, որը ունի մեր 5 զգայարաններով, չէ՞։ Մարդը ունի շունչ, ռուսերեն դուշա, դուշան դա քո միտքն է, դա քո ընտրությունն է եւ դա քո էմոցիաներն են։ Էդի դու ես, էդի հենց քո պերսոնն է, դա դու ես, քո ընտրությունները, քո հիշողությունները, քո միտքը, քո զգացմունքները, քո էմոցիաները, էդի դու ես, դա դու ես, հենց էդ ես դու։ Եվ մարդը ունի հոգի, որը Աստծուց է ծնված, որը Աստված է տվել հոգին։ Բայց հարց, դու, կենտրոնը, դու, քո շունչը, դուշա, ում հետ է ունենում հող հարաբերություն, ավելի շատ, այն հոգին, որ Աստված է քեզ տվել, իր հետ ես դու մերձանում, կպնում, թե քո հին բնավորությունով, քո հին մարդու, քո մարմնական զգացմունքներով ես առաջնորդվում։ Ես մարմնի դեմ չեմ խոսում, եկեք ճիշտ հասկանանք, ես խոսում եմ հին բնությունը, հին ընկած մարդու բնության մասին եմ խոսում, որի մեջ որ կա ամեն տեսակի մեղք, որը առաջնորդվում է հիմա տան ինձի, հիմա լավ լինի, վաղը ինչ ուզում է լինի։ Իմ համար լավ լինի, ուրիշների համար ոչինչ։ Գիտեք, մեր հոգին, մեր անձը պետք է ընտրություն անի, այսինքն մեր անձը դա դու ես, ես քո հետ եմ հիմա խոսում։ Դու պետք է ընտրություն անես, ում հետ ես միաբանվում, այն հոգին, որ Աստված է տվել, թե քո հին մտածելակերպի հետ։ Դրա համար գրած է, քո ըմբռնողականության վրա, քո հասկացողության վրա մի հույսը դիր, քո հասկացողության վրա, որովհետև մարդու հասկացողությունը ընկած։ Մարդու հասկացողության մեջ կա դիվական հասկացողություն։ Յուրաքանչյուր մարդու հասկացողության մեջ, որտեղ Աստված չկա, Աստծուն չի ճանաչում, Հիսուսին չի ճանաչում, հասկացողության մեջ կարա լինի շատ թե քիչ դիվական խառնվածություն, որովհետև դևերը խառնվում են մարդու շնչավոր մակարդակի հասկացողության մեջ։ Նրանք կարան քեզ շատ խորամանկ, սիրուն ճանապարհ հարթեն, դու էլ ասես, «Էս ինչ լավ ճանապարհ է, այսինքն այս ճանապարհով գնամ, հաստատ օգուտ կլինի ինձ, հաստատ լավ կլինի ինձ, հաստատ ավելի շատ փող կաշխատեմ այս ճանապարհով գնամ, բարի կլինի ինձ»։ Դա սուտ է։ Ինչքան է եղել քո կյանքում մի հատ հիշի, որ դու ինչ որ sense գործ ես բռնել, ինչ որ sense ճանապարհ ես բռնել, հետո տեսել ես, որ ճիշտ չի։ Ես չեմ ասում Աստված մարդու կյանքում չի գործում։ Շատ տեղեր Աստված գործում է, բայց ցավոք սրտի մարդը չի հասկանում, որ դա Աստծուց էր։ Գիտես, Աստվածաշնչում գրած է մի խափնվեք, ամեն բարի բան երկնքից է գալիս։ Եթե քո կյանքում եղել է քայլ, որ դու արել ես ու իրապես օրհնվել ես ու բարին ա դա ծառայել մինչև վերջ, իմացի որ դա Աստված է քեզ տվել։ Անկախ նրանից դու Աստծուն ճանաչել ես, թե չես ճանաչել, Աստված է քեզ տվել։ Բայց մի դիր քո հույսը քո մտքին, որպեսզի մենակ քո մտքով առաջնորդվես։ Միշտ ճանաչիր Աստծուն։ Ինչ է նշանակում ճանաչել Աստծուն։ Նշանակում է անձնական հաղորդակցություն, մտերմություն, վստահություն Աստծու հետ։ Այսինքն դու չես գործում Աստծու անտեսելով, այլ քո ամեն քայլը դու հարցնում ես նրա կամքը, խորում ես նրա խոսքի վրա, աղոթում ես, թող Աստված հաստատի ձեր ամեն քայլը, որպեսզի ամեն ինչը ճիշտ լինի։
Գիտեք, շատ քիչ է, որպեսզի դու մի հատ լավ քայլ անես ու հաջողության հասնես, բայց 10 հատ սխալ քայլ անես։ Ասեմ ձեզ, այդ 10 հատ սխալը այդ մի հատը վնասելու է։ Սատանան շատ խորամանկ է, ինքը անգամ կարող է քեզ մի հատ ճիշտ տեղ տանի, գիտեք, կազինոյի ապարատի պես է։ Կազինոյի ապարատները գիտեք ոնց են աշխատում։ 30-70։ Գիտեք, ինադու նենց սարկած, որպեսզի ինքը 30% տա, 70-ը խլի։ 30 տա, 70 վերցնի։ Սատանան ավելի գայցիխ է ինձ թվում, ինքը սկի 30-ը չի տալիս, ինքը ավելի քիչ է տալիս, ինքը շատ շուտ խլում է մարդուց։ Մեզ թվում է, ահա շահեցինք, հա, էսի լավ բան եղավ։ Բայց դա նշանակում է մենք մեր մտքով, դրա համար Աստված ասում է, քո մտքի վրա մի հույսը դիր։ Քո մտքի վրա մի հույսը դիր, այնտեղ կա դևեր, որոնք կարող խառնվեն քո մտքի հետ ու քեզ սխալ ճանապարհներով տանեն։ Հույսը դիր Աստծու վրա, ճանաչիր, տեսեք, մի հատ էլ եմ այս պահը ուզում կարդամ, քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Աստծու վրա հույսը դիր, Աստծու հետ խոսակցություն ունեցի, ամեն ինչ որ դու սկիզբ ունես, ինչ որ միտք է գալի, որ դու ուզում ես անես, քայլ անես, նպատակներ ունես, ամեն ինչը տուր Աստծուն։ Եթե մի բան Աստծուց է, թող լինի, Աստված թող առաջնորդի, եթե ոչ, թող չլինի այդի, որովհետև դա կարա լինի սատանայից։ Տեսեք, Հովսեփի պատմությունը։ Նա ուներ երկյուղ Հովսեփը։ Հովսեփին ճանաչում եք, մի փոքր պատմեմ։ Ուներ 10 աղբեր Հովսեփը ուներ։ 11, այն փոքրին չեմ հաշվում, լավ, փոքրյան չդավաճանեց։ Հովսեփին ծեծեցին, անպատվեցին, աղբերները գցեցին փոսի մեջ։ Իր հարազատ աղբերները 10 հոգի, 10 աղբերները ծախեցին Հովսեփին, քարավան էր անցնում, ու պատկերացնում եք ինքը փոսի մեջ նստած, այդ հորի մեջ նստած, Հովսեփը լսում էր ոնց են աղբերները վերևը խոսում, մեկը ասում էր տանք սպանենք, մեկը ասում էր սպանենք տանենք, հա, կորելա, մեկը ասում է ծախենք, ու ինքը նստած լսում է այդ ամեն ինչը, քան ծանր է, որ ինքը թշնամիներ չէին խոսում, իր հարազատ աղբերներն էին խոսում։ Բայց գիտեք, Հովսեփի ճանապարհը շատ նեղ էր։ Տեսեք ինքը ինչ նեղություն անցավ։ Ծախեցին իրան, ինքը որպես տրուկ ծախվեց Եգիպտոս Հովսեփը։ Բայց գիտեք իր հաղթանակը որն էր։ Ինքը իր մտքին չէր ապավինում։ Ինքը իր բոլոր ճանապարհների մեջ, այդ նեղ ճանապարհների մեջ Աստծուն ճանաչում էր։ Ինքը գիտեր Աստծուն, ինքը ճանաչում էր իր Տիրոջը։ Իրան ուղարկեցին ծառա, ինքը գնաց բանտապետի, տանը ծառա դառավ։ Բայց գրածը Աստված իր հետ էր։ Երբ որ գալիս էր գայթակղությունը, երբ որ գալիս էր ծանր ժամանակները, ինքը չէր ուրանում Աստծուն։ Ինքը ուներ աստվածավախություն Հովսեփը։ Գիտեք, Աստված երբ կճանաչես, որ քո հետ է, ու դու ճանաչում ես Աստծուն քո ճանապարհը, երբ որ դու երկյուղ ունես։ Երբ որ դու երկյուղ ունես, երբ որ դու ամեն քայլից առաջ ասում ես Աստծուն դուր չի գա։ Աստծուն դուր չի գա այս քայլը, որ ինձ այսօր առաջարկում է, ես չեմ անի դա։ Գիտեք, ինքը օրհնություն ունեցավ։ Եգիպտոսը այդ ժամանակ, երբ որ այս պատմությունը կար, Եգիպտոսը ամբողջ աշխարհի իմպերիան էր, կայսրությունն էր ամբողջ աշխարհի։ Ու Հովսեփը գիտեք, քանի Աստված իր հետ էր ու ինքը երկյուղ ուներ, ու ինքը ճանաչում էր իր Աստծուն, ինքը անցնելով այդ նեղ ճանապարհները, անգամ իր գլխին սարքեցին, գցեցին բանտ, որպես կալանավորել եղավ ինքը բանտում, բայց անգամ բանտում էր Աստված իր հետ։ Գիտեք, վերջը վերջով Հովսեփը դառավ երկրորդ մարդը, ամբողջ կայսրության երկրորդ մարդը դառավ, փարավոնի այս ձեռքը դառավ։ Գիտեք, որտեղ ինքը ճանաչում էր Աստծուն իր ճանապարհներին։ Եվ Աստված ասում է, ճանաչիր ինձ քո ճանապարհներին, ես քեզ էլ ավելին ցույց կտամ, էլ ավելի կհարթեմ քո ճանապարհները, ու դու ճիշտ կանցնես։ Դժվարությունները գալու են, մենք չենք կարող փախնենք դժվարություններից, բայց ինչքան հիանալի է, որ Աստված մեր կյանքում է ու մենք չենք ուրանում Աստծուն։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի եղիր գրածա, վախեցիր Տիրոջից եւ վանիր չարը։ Վանիր չարը, որովհետև չարը դա սատանան է, եկել է քո կյանք, որպեսզի շեղի քո կյանքը։ Անկամ այսօր ես ձեզ ուզում եմ ասեմ, այսօր կանչել է Տերը, այն լայն ճանապարհից հանել է, որպեսզի
քեզ բերի նեղ ճանապարհի մեջ, բայց սատանան գործելու է դեռ։ Գործելու է, ուզենալու է այսպես ծուր ճանապարհներով քեզի էլի այսպես հանի տանի գցի այն լայն ճանապարհի մեջ, որպեսզի կործանման գնաս։ Գիտես, գալիս է թեթև չարություն, գալիս է փոքր ինչ-որ բաներ, միտք, խոսք, մի փոքր բան, հա, տեսեք սատանան ինքը sense պոզով փոչով չի գալի։ Ինքը կարա մի փոքր բանով դու էլ ասես, հա լավ էս փոքր բան է, էս ինչա որ չանենք էս էլ, ով չի արել sense բան, օրինակ։ Չգիտեմ ինչ օրինակ վերեմ, բայց մոտավորապես պատկերացրեք թեթև ասենք ինչ որ մեղքի տեսակներ, հա։ Լավ կախարդություն չեմ անում, բայց կոֆեի բաժակը էլի նայենք։ Գիտեք, դա սաղ սատանայից է։ Ես ձեզ ասեմ, չեմ խոսած այսպես բաներ, բայց մի օր կխոսամ։ Կոֆեի բաժակ կլինի, ամեն տեսակի բախտագուշակություն, կարթ, աբորտներ եւ այլ, եթե այդպես բաներ կա ձեր կյանքում, ապաշխարեք։ Դա սաղ ծուղակներ են, սատանայի ծուղակները, որ ձեզ քաշի տանի։ Դրանից պետքա հրաժարվել։ Ամեն տեսակի կախարդությունից, ամեն տեսակի կախարդությունից։ Տեսեք, Աստված ասում է՝ մի ապավինիր քո մտքի վրա, ելուր մնաց ուրիշ մարդկանց մտքերի վրա ապավինը։ Որ ես կի Աստված ասում է՝ սկի քո մտքի վրա հույսը չդնես, ելուր մնաց ուրիշ մարդկանց վրա։ Այն մարդկանց կարող ասեն, ես քո լավն եմ ուզում, ես քո լավի համար եմ ասում։ Ընկեր, դու չես հասկանում, ես քո լավի համար եմ ասում։ Ես էլ ասում եմ իմ Տերը Աստվածն է։ Իմ Տերը Հիսուսն է, ինքն է խոսում իմ կյանքում։ Գիտեք, երբ որ ես այս իմաստը հասկացա իմ կյանքում, ես ինքս վկայում եմ։ Ես այդ օրվանից փոխվեցի։ Եվ անգամ այն մարդիկ, ովքեր թանկ էին իմ համար, սկսած իմ ծնողներից, ես ասեցի, իմ գլուխը Հիսուսն է, իմ Տերը Հիսուսն է։ Շատ մարդիկ ինչ չհասկացան, իմ ընկերները, իմ եղբայրը կամ իմ ծնողներից ասին, ոնց։ Բա մենք քո խորհրդատուներն ենք, մենք sense խորհրդատուն ենք, մենք ենք խորհուրդ տալի ոնց, մենք իրար խոսում ենք ոնց անենք, ոնց չանենք։ Ասում եմ, այսօրվանից իմ գլուխը Հիսուսն է։ Ինքն է ինձ խորհուրդ տալու։ Ինքն է խոսալու իմ սրտի մեջ։ Ես ինքս իմ վրա հույսս չեմ դնում, բայց հույսս դնում եմ Աստծո վրա։ Որովհետև ես լավ հասկացա, եթե անգամ ինքս իմ վրա հույսս դնեմ, էլի կշփոթվեմ, էլի կընկնեմ։ Բայց գիտես, երանելի այն մարդը, որ կքայլի այդ նեղ ճանապարհի մեջ, որ Աստված իրան կանչել է, ու իր հույսը կդնի Աստծո վրա, ոչ թե մարդու վրա, այլ ոչ թե ինքը իրեն վրա, այլ Աստծո վրա իր հույսը կդնի։ Ամեն։ Աստծո կամքը բացահայտվում է Սուրբ գրքի միջոցով։ Տեսեք, մենք աղոթք ենք անում շատ, բայց մենք պետքա խոսքն էլ կարդանք։ Այսօր շատ վատ, ասեմ ձեզ, իրավիճակ է ամբողջ աշխարհում, մարդիկ չեն կարդում։ Ինքներդ գիտեք, չէ՞, ձեր մասին է խոսքը։ Չէ՞, չեք կարդում։ Բոլորի մասին չեմ խոսում, բայց շատերը, համոզված եմ, շատերը ձեզանից չեք կարդում խոսքը։ Դա աղետ է ուղղակի։ Ո՞նց եք ուզում Աստծո կամքը հասկանալ։ Մենակ քարոզներով, բայց Աստված ուզում է քո հետ խոսա։ Ինքը ուզում է քո հետ ել ավելի մոտիկ հարաբերություն, սերտ կյանք ունենա Աստված քո հետ։ Ոնց ենք ուզում։ Ես շատ եմ կարևորում Աստծո խոսքը, որպեսզի ամեն մեկս կարողանանք կարդանք, դա հաց ու ջուր է։ Հիշում եք, որ գնում էինք դպրոց դասը չէինք սովորում, դասատուն ինչ էր ասում։ Հələ հիշեք։ Հաց չուտե, ասում եմ մոռացել եմ դասս, կամ ասում եմ հաց ուտելուց չես մոռանում, չէ՞։ Հիշում եք, բոլոր դասատուները այդպես բաներ ասում էին։ Հաց ուտելուց չէր մոռանում, չէ՞, կամ ջուր խմել, ոնց ես մոռացել դասը տանես։ Գիտեք, օդից չի եկել, ամեն ինչ Աստվածաշնչից է եկել։ Ամեն ինչ։ Որովհետև Աստծո խոսքը մեզի օդի ջրի պես պետք է, Աստծո խոսքը։ Աստծո խոսքը կյանք տվող խոսք է, Աստծո խոսքը մեզի կյանք է տալի։ Առանց Աստծո խոսքի մենք թմրած քրիստոնյաներ ուղղակի կարանք լինենք։ Թմրած քրիստոնյաներ։ Պոչ։ Ուզում ես պոչ լինես։ Չես ուզում, չէ՞, ով է ուզում գլուխ լինի, թող ձեռք բարձրացնի։ Բարձրացրեք, գլուխ եք ուզում լինեք, ամեն։ Կարդացեք Աստծո խոսքը, որպեսզի լինեք գլուխ։ Ես ձեզ համոզված եմ, 100% եմ ասում, երբ որ դուք սկսեք կարդալ Աստծո խոսքը ամեն օր, դուք գլուխ կդառնաք։ Սաղմոս 119, 105-րդ խոսքը։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհի համար։
Որպեսզի մենք ճիշտ քայլենք ճանապարհով ու չշեղվենք այդ ճանապարհից, որովհետև շեղողը սատանան է, ինքը շահագրգռված է, ավելի շատ այն մարդկանց վրա, ովքեր այս նեղ ճանապարհով են գնում դեպի կյանք, ինքը իրանց կյանքում է աշխատում։ Ինքը աշխատում է նենց, որ շեղի այս մարդկանց հանի, որպեսզի բերի իր դաշտ։ Սատանան չի բզբզում, կներեք, sense մեկ-մեկ արտահայտություններ անեմ, այն մարդկանց կյանքում, ովքեր լայն ճանապարհով արդեն գնում են դժոխք։ Բայց սատանան խառնված է այն մարդկանց կյանքի մեջ, ովքեր նեղ ճանապարհով գնում են, որպեսզի շեղի եւ հանի մարդկանց։ Տեսեք, Աստծո խոսքը ասում է, քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լույս իմ ճանապարհների համար։ Երբ որ դու Աստծո խոսքի մեջ լինես, երբ որ դու Աստծո խոսքը սիրես ու կարդաս ամեն օր, ես քեզ համոզված ասում եմ, դա կլուսավորի քո ճանապարհը։ Դու կույր չես լինի, կույր չես գնա, ոչ դու կույր կլինես, ոչ է քո տանեցիները կույր կլինեն, ոչ էլ մարդիկ, ովքեր քեզ կլսեն, որովհետև դու կիմանաս խոսքը, եւ այդ խոսքը կլուսավորի քո ճանապարհը, կլուսավորի քո կյանքը։ 106-րդ խոսքը շարունակեմ։ Ես երդվեցի եւ պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։ Ես շատ խոնարհվեցի, Տեր, ապրեցրու ինձ քո խոսքի համաձայն։ Ընդունիր իմ բերանի կամավոր զոհերը, Տեր, եւ ինձ սովորեցրու քո իրավունքները։ Ամեն։ Տեսեք, երբ որ մենք Աստծո խոսքի մեջ ենք, գիտեք, սա շատ կարևոր բան է, ես խոսացի, քո իրավունքները, ասում է, սովորեցրու ինձ։ Գիտեք, Աստված իրավունքներ ունի, որ ամեն մեկը չունի այդ իրավունքը։ Բայց տեղ է Սաղմոս 2-ն ասում է, ես քո խոսքը հարգում եմ, քո խոսքն է լուսավորում իմ ճանապարհները, քո խոսքով եմ ապրում, քո խոսքն է ինձ կյանք տալի։ Գիտեք, սա ասում է, սովորեցրու ինձ քո իրավունքները։ Աստված ունի իրավունքներ, որը տալիս է նրանց, ովքեր իր խոսքի մեջ են, ովքեր իր խոսքով են ապրում։ Ամեն մեկը չունի այդ իրավունքը, բայց Աստված կարա քեզի տա այդ իրավունքը։ Աստված քեզի կարա տա իրավունք, երբ որ դու ոտքդ կդնես սատանայի վրա։ Ամեն մեկը չունի այդ իրավունքը։ Աստված քեզի կարա տա տարածք, որտեղ դու խոսաս օրհնություն եւ դևերը կփախնեն այդ տարածքից։ Աստված քեզ կտա այդ իրավունքը, եթե դու նրա խոսքը բռնես ու իր խոսքի մեջ լինես։ Աստված ասում է, ոտքդ ուր դնես, ես քեզ տալիս եմ այդ տարածքը, կարաս օրհնես այդ տարածքը։ Աստված տալիս է իրավունք, որպեսզի մենք մեծ բաներ խոսանք։ Այսօր ամեն մեկը չի կարող մեծ բաներ խոսալ։ Մեկ ասում են, «Էս ինչ ես խոսում»։ Աստված տալիս է իրավունք, ինչ տալիս է Աստված, այն էլ խոսում ենք։ Ինչ տալիս է Աստված, այն էլ աղոթում ենք։ Գիտես, այդ իրավունքը գալիս է քո սրտի մեջ, երբ որ դու կայնում ասում ես, ես ու իմ տունը փրկված ենք։ Ես ու իմ ընտանիքը փրկված ենք։ Երբ որ դու կայնում ես, ասում ես հիվանդությունը, դու իրավունք չունես։ Ես իրավունք ունեմ ասելու քեզ հիվանդություն դուրս արի, դու չլինես իմ տան մեջ։ Պղծություն դուրս արի, դու չլինես իմ տան մեջ։ Անհավատություն դուրս արի, դու չլինես իմ մեջ։ Աստված տալիս է այդ իրավունքը մարդուն, այն մարդուն, ով իր խոսքից բռնվում է ու իր խոսքով է ապրում։ Ամեն, փառք Հիսուսին։ Աստվածաշունչը մեր հիմնական ուղեցույցն է։ Եթե ուզում ես ճանաչել Աստծո կամքը, սկսիր կարդալ եւ խորհել նրա խոսքի վերաբերյալ։ Սկսիր կարդալ։ Տերը սովորեցնում է եւ հաղթանակ է տալիս մեզի, հաղթանակ իր անունով։ Գիտես, գրած է Հիսուսի անունով աշակերտները Հիսուսը մի անգամ 70-ին ուղարկեց, 70 աշակերտը երկու բաժանեց, ուղարկեց, ասեց ձեզ իշխանություն եմ տալի։ Գնացեք դևերին հանեք, բժշկություն արեք, իմ երկնային արքայությունը քարոզեք։ Նրանք եկան, գնացին այդ ամեն ինչ արին, եկան ուրախացած, ասում էին Տեր, դևերը հնազանդվում էին քո անունից։ Գիտեք, Աստվածաշնչում մեկտեղ կա, հետո փորձում էին ուրիշներն էլ տես բան անեն, գրած է, ուրիշներն էլ վերցրեցին, տեսան Պողոս առաքյալը Հիսուսի անունով դև է հանում, մի դիվահար մարդու բռնեցին, սկսեցին նույն բառերը խոսան, ասին Հիսուսի անունով դուրս արի։ Դևը այդ մարդու մեջից, այդ դիվահարի մեջից, ասես դու ով ես։ Տենց է գրած է, ասես դու ով ես։ Պողոսին ճանաչում եմ, Հիսուսին ճանաչում եմ, դու ով ես։ Գիտեք ինչա գրած։ Ընես լավ ծեծ տվեց այդ աղոթողին, ընես լավ ծեծ տվեց, մերկացրեց, փախավ, խայտառակեց,
Դևը խայտարակեց նրա։ Ինչու՞, որովհետև նա այդ իրավունքը չուներ։ Նա չուներ, ով էր տվել իրան այդ իրավունքը։ Աստված ոչ, Աստված չէր տվել։ Բայց այն մարդկանց, ում Աստված իրավունք է տալի, քո բերանից անգամ Հիսուս բառը դուրս է գար, դևերը դողում են ու փախնում են։ Որովհետև ոչ մեկ, ուշադիր լսեք, ոչ մեկ չի կարա Տիրոջ անունը տա, եթե ոչ հոգով։ Ստեղից զապիս արած բաները չի շարժի այս հոգևոր աշխարհը։ Քո մտքով, քո մտքի վրա հույսը չդնե, որ ես լսել եմ, ես էլ նույն ձևի կանեմ, բայց ստեղից այդ ամեն ինչը պետք է դուրս գա քո հոգու մեջից։ Հիսուս անուն տալը պետք է դուրս գա քո հոգու մեջից։ Հիսուսի անունը դա թանկ անուն է, դա կշարժի ամբողջ աշխարհը, կշարժի երկինքն ու երկիրը, դրա համար Հիսուսը ասում է, ինչ որ կապեք երկնքում կապված է լինելու, ինչ որ արձակեք ստեղ, խոսակ իմ անունից երկնքում եք արձակվի։ Այսինքն հոգևոր աշխարհը կշարժվի ինչ որ դուք ստեղ խոսակ։ Դա իրավունք է, որը մեզ տալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ամեն, փառք Հիսուսին դրա համար։ Գիտես, Աստված բացահայտում է իր ծրագիրը աստիճանաբար, ինքը չի վռազում, ինքը չի արագանում։ Մի հատ տեղ կարդամ, Սաղմոս 32:8. Կուսուցանեմ ձեզ եւ կսովորեցնեմ ձեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս։ Կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Հալելույա։ Ես նենց եմ սիրում այս Սաղմոսը։ Տեսեք, Տերը կամաց, մի անգամից sense չի բացում, sense մի հատ ասում է բոմբ տրակեց մեջս, մի անգամից sense սաղած։ Տերը կամաց, ինքո չափով քեզ բացում է, բայց ամենակարևորը դու նրա հետ ունենաս փոխհարաբերություն։ Ինչքան որ դու կարաս հասկանաս, ինչ որ բան փոխես քո կյանքում, այդքան էլ Տերը քեզ բացում է, բայց այդտեղ այնքան հրաշալի է, երբ որ գրած է իմ աչքը քեզ վրա կլինի։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր Աստծո հետ ունեն փոխհարաբերություն, ուշադիր լսեք, Տիրոջ աչքը, Աստծո աչքը ուղիղ քո վրա է։ Եվ այն թշնամին, որ կմոտիկանա քեզ, ինքը միանգամից էդի նկատում է։ Միանգամից նկատում է։ Դրա համար գրած է, քեզ կպնողը, Տիրոջ զավակներին կպնողը իր աչքի բիբին է կպնում։ Գիտեք, քայլեք Տիրոջ մեջ, սիրեք Տիրոջը։ Եթե ուզում եք չարից պաշտպանված լինեք, այսօր այնքան շատը վխտում է այս աշխարհը։ Դևերով, պիղծ հոգիներով, սատանայի իշխանությունով վխտում է այս աշխարհը։ Մեզի պաշտպանություն է պետք։ Գիտեք, ոչ մեկ չի կարա ձեզ պաշտպանի կատարյալ Հիսուսից բացի։ Հովիվը իր աղոթքներով չի կարա այն պաշտպանությունը դնի ձեր վրա։ Կատարյալ պաշտպանությունը։ Միգուցե միաժամանակ դա գործի, բայց երբ որ դու Աստծո հետ ունես սերտ փոխհարաբերություն, աղոթքով, նրա խոսքի մեջ լինելով, Աստծո աչքը միշտ քո վրա է լինելու։ Ամեն։ Եվ Աստված քայլ առ քայլ փոխելու է քո կյանքը, տանելու է քեզ։ Նպատակը էս է։ Կյանքի իմաստը ու նպատակը այս աշխարհում ապրելու, էս է։ Առաջինը ոչ թե ծառայությունն է, այլ իմ փոփոխությունը։ Ես գալիս եմ եկեղեցի, գիտեք ինչի համար, որպեսզի ինքս փոխվեմ։ Ես իմ համար եմ գալիս։ Ես ուզում եմ փոխվեմ։ Ես ուզում եմ այսօր ավելի լավը դառնամ, քան երեկ։ Վաղ ուզում եմ ավելի լավը դառնամ, քան այսօր եմ։ Դա է իմ նպատակը։ Ու ես երբ որ ապրում եմ քրիստոնյա վայել կյանքով ու տեսնում եմ փոփոխությունը իմ կյանքի, դա ինձ ուրախացնում է։ Ես ուրախանում եմ, ես ասում եմ, «Էս ինչ լավ է, ինչքան երկար ապրեմ, այնքան լավը կլինեմ»։ Որովհետև ամեն օրը թանկ է, ամեն օրը, ինչքան երկար ապրեմ, այնքան պտղաբեր կլինեմ ու դատարկ ձեռը չեմ գնա Աստծո մոտ։ Վերջում որ գնամ Աստծուն հանդիպեմ, Աստված կտեսնի այն պտուղները, որ բերել ենք։ Ամեն, դատարկ ձեռը մի գնա։ Մի վկայություն կար, մի եղբայր պասիվ քրիստոնյա, քրոջս ասացի պես աթոռ տաքացնող քրիստոնյա, ավարիայից մահացել էր ու Տիրոջ գահի դեմն էր հայտնվել։ Ու ինքն է վկայում, ինքը այսօր հովիվ է։ Ինքը վկայում է, ասում է, ես կանգնած լացում էի, ասում էի, Տեր ինձի հետ ուղարկի, ես չեմ ուզում ստեղ մնամ։ Ես չեմ ուզում ստեղ մնամ։ Ու գիտեք ինչ էր ասում։ Ասում է, ամաչում էի, ամոթ է, որտեվ ես մերկ էի։ Ես պտուղ չունեի, դատարկ էի եկել։ Դատարկ։ Ասում էի, ինձ հետ ուղարկի, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի լինեմ ճիշտ քրիստոնյա, որպեսզի պտուղ բերեմ, որպեսզի որ կամ մյուս անգամ քեզ հանդիպեմ, փոխված լինեմ։ Նենց չի ինքը դժոխք էր գնացել։ Փրկվել էր, երկինք էր գնացել, բայց պտուղ չուներ։ Ասում է, շատ դառը լացում էի, ուզում էի հետ գալ,
Աստված իրան հետ ուղարկեց, ինքը այսօր Փառք Տիրոջը հովություն անում։ Թող անի, թող պտուղ հավաքի, թող ծառայի, կապ չունի հովիվ ես, էդի կապ չունի ընդհանրապես։ Ամեն մարդ ամենալավ բանը գիտես որն է, որ դու քո կյանքում կգտնես, որ դու ամենալավ բանը ինչ ես կարող անես։ Այ էդի անես Տիրոջ մեջ։ Կարևոր չի հովություն անես։ Շատ տարբեր ծառայություններ կան եկեղեցում, որ մարդը կարա անի Տիրոջ մեջ, որ մարդը կարա իրան գտնի Տիրոջ մեջ ու դրանով ծառայի։ Դա կրելի կատարյալ ծառայություն, որը մարդ անում է։ Ամեն Աստծու աչքը իրեն ապավինողների վրա է։ Աստված միշտ նայում է այն մարդկանց, ովքեր իրեն ապավինում են։ Հնազանդությամբ Աստծու ծրագիրը վերցնենք։ Գիտեք, խոնարհությունը դա նպատակ է։ Հնազանդությունը դա նպատակ է, որպեսզի կարողանանք Աստծու ծրագրի մի մաս դառնանք, մի անդամ դառնանք։ Առանց խոնարհության չենք կարա, որովհետև առանց խոնարհության կա գոռոզություն, գոռոզությունն էլ Աստված չի նայում գոռոզ մարդու վրա։ Ոչ թե աչքը չի տեսնում, գրածը թեքվում է, այսպես։ Աստված թեքվում է, հակառակ է կանգնում, բայց հնազանդ ու հեզ խոնար մարդուն Աստված ընդառաջ է գալիս։ Եկեք լինենք հնազանդ ու հեզ ու խոնար, երբ որ լսում ենք Աստծո խոսքը, երբ որ լսում ենք Աստծո ձայնը, երբ որ մոտիկանում ենք Աստծուն։ Գիտենք, մենք գնում ենք դեպի Աստված։ Մենք մոտիկանում ենք Աստծուն, նա էլ մեզ է մոտիկանում։ Մենք պետքա մատուցենք մեր մարմինները որպես կենդանի զոհ Աստծուն, ոչ թե մեռնելու, այլ ապրելու համար։ Տեսեք, Աստվածաշնչում Հռոմեացիների 12:1-ը շատ եմ սիրում այս խոսքը, ինչա գրած։ Դա շատ կարևոր է, որպեսզի Աստծու նպատակը սկսվի իրականանալ մեր կյանքում։ Տեսեք ինչ ա գան։ Արդ Աստծու ողորմությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ Աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Պողոս առաքյալը անգամ ասում է աղաչում եմ ձեզ, որովհետեւ նա գիտի այս սկզբունքները, եթե քո մարմինը մնա մարմնական այս աշխարհիկ, որովհետև մարմնի մեջ կա ցանկություններ, զգացմունքներ, ցանկություններ, նա ուզում է այս աշխարհի համն ու հոտը, այս աշխարհի զգացմունքներով ապրի, որտեղ այս աշխարհը բռնում է մարմինը մարդու, մարմնական ցանկությունները։ Դրա համար Աստված ասում է, որպեսզի այս աշխարհը քո վրա չազդի, տուր քո մարմինը Աստծուն։ Ո՞նց ենք մենք տալի մեր մարմինը Աստծուն։ Նախ առաջինը մեր աղոթքով։ Ասում ենք Տեր, թող իմ մարմինը էդի ցանկությունն է, գիտեք, ցանկությունն է։ Ես ինքս ոչ թե մեկ անգամ, ես ամեն օր եմ տալիս իմ մարմինը Աստծուն։ Ամեն օր, որտեղ ամեն օրը ունի իր սկիզբն ու վերջը։ Եթե օրը սկսվեց, ես իմ աղոթքի մեջ ասում եմ Տեր, ես հանձնում եմ իմ մարմինը քեզ որպես կենդանի զոհ, որպեսզի ինչ լինի։ Եկեք առաջ կարդանք, որպեսզի ինչի համար է սա կարևոր։ Եվ մի կերպարանափոխվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքերի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին եւ կատարյալը։ Բարին, հաճելին եւ կատարյալը։ Գիտեք, մտքի նորոգությունը պայմանավորված է քո զոհի հետ։ Եթե դու չունես այդ զոհը, եթե դու քո մարմինը դեռ ուզում ես աշխարհում պահես, որտեղ դա հաճելի է մարդուն, մտքի նորոգություն չի գա, Աստծու նպատակը, Աստծու կամքը չի իրականանա, դու չես գտնի դա։ Դա անհնար է։ Դու պետք է քո մարմինն էլ հանձնես Աստծուն։ Տեսեք, մարդիկ շատերը կան ասում են, դե իմ սիրտը Աստծուն եմ հանձնել, կամ իմ միտքը Աստծուն եմ հանձնել։ Ես գնում եմ եկեղեցի, չէ, Աստված ուզում է քո մարմինը։ Դե պատահական չի, որ սենց է գրած է։ Աստված ուզում է քո մարմինը։ Արխային քո մարմնի մեջ հենց քո միտքն էլ է, քո սիրտն էլ է։ Սա մեջն է։ Դու քո մարմինը դուր ասում։ Ինքը քեզ ամբողջովին է ուզում։ Ինքը չի ուզում մենակ քո ձեռքը, ինքը չի ուզում մենակ քո սիրտը կամ քո միտքը, ինքը քեզ ուզում է ամբողջովին։ Հիսուսը ամբողջովին գնաց խաչվեց։ Շացեք մենակ մի ձեռս կտրեք կամ մի ձեռս խաչեք։ Չէ, ամբողջովին գնաց խաչվեց, ամբողջովին տրվեց։ Եկեք մենք էլ ամբողջովին տրվենք Աստծուն, որպեսզի նրան առնենք, Տեսեք, ինչա ստեղ կատարում։ Ստեղ կատարվում է հիանալի մի բան, երբ որ մարդը անում է այս քայլը։ Սա որոշում է։
Սա մենակ եկեղեցի գնալ չէ, սա լուրջ որոշում է, երբ որ մարդը ասում է, իմ մարմինը պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Գիտեք ինչ է կատարում։ Սուրբ Հոգին է գալի քո կյանք։ Սուրբ Հոգին գալիս է քո կյանք, որովհետև քո մարմինը գնված է Հիսուս Քրիստոսի թանկ արյունով եւ գրած է. ձեր մարմինները Սուրբ Հոգու Սուրբ տաճար են։ Աստված գալիս է, որպեսզի բնակվի հենց քո մարմնի մեջ։ Դու գիտեք Հիսուսը խի արուն թափել, որ մեր մարմինները ու այն ինչ որ մեր մարմինների մեջ է Սուրբ անի, սրբի, որովհետև Աստված Սուրբ Հոգին ինքը վատտեղ չի ապրելու։ Եթե դու ցանկանում ես ապրես աշխարհում, քո մարմինը հանձնես աշխարհին, ասեմ քեզ իմանաս ինքը տեղ չի ուզում ապրել։ Ինքը Սուրբ է։ Բայց եթե դու քո մարմինը հանձնում ես Աստծուն սրբության համար, ինքը գալի բնակվում է քո մեջ։ Գիտեք, դա հաճելի է։ Միգուցե կասես տխուր է, քրիստոնյայի կյանքը տխուր է, աշխարհը ավելի սենց ուրախ է, ավելի սենց հաճելի է ապրել, բայց ասեմ ձեզ, բիձամարդ չեմ, ջայլ տղա եմ։ Տենց հաճույք, որը որ Քրիստոսի մեջ է, աշխարհը կյանքում չի կարա տա։ Այն հաճույքը, որ ես եմ հաճոյանում ու ապրում, այն բարին ու այն կատարյալը, որ ես զգում եմ իմ մեջ, աշխարհը երբեք չի տա, ոչ մի աշխարհի հաճույք դա չի տա քեզ, ոչ մի ալկոհոլ, ոչ մի թմրանյութ, ոչ մի բան չի կարա քեզ այն հաճույքը տա, երբ որ դու Սուրբ Հոգով ես լցվում, երբ որ դու Սուրբ Հոգով ես առաջնորդվում, երբ որ Աստված գալիս է քո կյանք ու քեզ առաջնորդում է։ Տեսեք ինչ է գրած, բարին, որպեսզի մենք մտքով փոխվենք, երբ որ դու անում ես այդ ակտը, տալիս ես քեզ Աստծուն, հանձնում ես քեզ Աստծուն, քո մեջ կատարվում է մտքի փոփոխություն, Աստված փոխում է քո միտքը, ու դու հասկանում ես բարին, լավ է ինձ համար, հաճելին, ինձ համար հաճելի է լինում, եւ կատարյալը լրացնում է իմ կյանքի բոլոր կարիքները։ Որովհետև քո հին մարդը ասում է, ես ուզում եմ, ես սենց եմ կարծում, ես սենց եմ մտածում, ես սենց եմ զգում, բայց երբ որ Աստված է գալիս, ամեն ինչ բարին է ծառայում, ամեն ինչ Աստծու կամքին է ծառայում։ Վերջի տեղն եմ կարդում, հետո աղոթք ենք անելու։ Գրած է, որովհետև ով ուզում է փրկել իր անձը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի, ինձ համար կգտնի այն։ Այս թարգմանությունում գրած է կյանքը, բայց իրականում կյանքը չի։ Իրականում տեն չի, որովհետև ով ուզենա փրկի, ես անձ եմ ստեղ ասում, իր անձը, այսինքն քո անձը կկորցնի այն, իսկ ով իր անձը կորցնի, ինձ համար կգտնի այն։ Լավ, ասենք կյանքը։ Դու քո կյանքը հասկանում ես այս աշխարհում, վախենում ես կորի ընդեղից։ Տեսեք, Հիսուսը ասում է, թող կորի ընդեղից քո անձը։ Քո կյանքը թող այս լայն ճանապարհի մեջից կորի, կորցրու, մի վախեցի։ Կորցրու, որպեսզի գտնվի նեղ ճանապարհի մեջ, որովհետև նեղ ճանապարհի մեջ դու կգտնես Հիսուսին։ Ինքն է քեզ կգտնի։ Ինքն է քեզ կգտնի։ Ավելի խորը հաճելի պահեր դու կյանքում ասում եմ աշխարհում չես ստանա։ Ով ուզենա իր անձը ապրեցնես աշխարհում, պիղծ աշխարհում, նա կկորցնի։ Միգուցե որոշ ժամանակ դու ապրեցնես, միգուցե որոշ ժամանակ քեզ լավ լինի, հաճելի լինի այս կարճ կյանքում, բայց դու կկորցնես, որտեղ լայն ճանապարհը դեպի մահ է գնում, դեպի դժոխք։ Իսկ դե երբ որ կորցնես, ընդ դու կառնես քո անձը։ Ես իմ անձը առել եմ, գտել եմ։ Ես իմ անձը գտել եմ Քրիստոսի մեջ։ Իմ անձը ես հանգստացել եմ Քրիստոսի մեջ, խաղաղություն եմ առել Քրիստոսի մեջ, ուրախացել եմ Քրիստոսի մեջ, հաճույք եմ ստացել Քրիստոսի մեջ, որտեղ նա էլ իմ մեջ է։ Ինձ ստեղծողը, ինձ սկիզբ կյանք տվողը իմ մեջ է ապրում։ Ոնց կարամ վատ լինեմ։ Ամեն։ Եկեք մեր անձը տանք Տիրոջը։ Եկեք հուսանք Տիրոջը։ Գիտեք, Աստված ունի գեղեցիկ եւ կատարյալ ծրագիր քո համար։ Ուղղակի նա արդեն կա, նա արդեն գրված է։ Քո կյանքի ծրագիրը, քո կյանքի գեղեցկությունը Աստծու մոտ է։ Բայց դու պետք է ուզես, որպեսզի Աստված դա քեզ տա։
դու պետք է ուզես, որպեսզի Աստված իրականացնի այն գեղեցիկ կյանքը քո կյանքում, քո ընթացքի վրա։ Դու պետք է գաս ուրանալով քեզ աշխարհում, գաս Տեր Հիսուս Քրիստոսի մեջ հանձնվես, քո կյանքը զոհաբերես իրան ու ինքը կբացի այդ ամեն ինչը քո կյանքի մեջ։ Նա կբացի այն գեղեցիկ ու այն կատարյալը ու այն հաճելին, որ ինքը արդեն ունի քո համար։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի, աղոթենք։